Թեմայի մասին առավել մանրամասն կզրուցենք Սպառողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանի հետ։ Բարի երեկո, պարոն Պողոսյան։ Սակագնի բարձրացումը ջրի ըստ ձեզ հիմնավորված է, թե ոչ։ Դամոկլյան սուրը եւս մեկ անգամ հարվածեց մեր սպառողներին։ Հիմնավորված է, դա բարդ խնդիր է, միանշանակ չեմ կարող պատասխանել, որովհետև մենք չունենք այդ հնարավորությունները, որ լիարժեք վերլուծենք։ Նախկին օպերատորը, երբ որ հաղթեց մրցույթում եւ ստանձնեց 10 տարով, 10 տարվա սցենարում սևով սպիտակի վրա գրված էր, որ սակագինը պետք է հաջորդաբար տարի իջնի եւ վերջում լիներ 95 դրամ, այսինքն այսօր։ Չկատարված պայմանագիրը դա աբսուրդ է։ Փաստորեն չի կատարվել, հիմա փոխանակ նվազեցման մասին խոսենք, եւս մեկ անգամ թանկացավ։ Դրա հիմնավորումները ես գիտեմ, որովհետեւ Հայաստանը բավականին խայտաբղետ դիֆերենցված տարածք ունի, Երևանը եւ շրջանները, որպեսզի հավասարացնեն, որպեսզի մեկ օպերատոր ապահովի, դրանով է հիմնականում պայմանավորված թանկացումը։ Պարոն Պողոսյան, այս սակագնի բարձրացումը ինչ ազդեցություն կունենա տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության վրա։ Պատասխանեմ, նախ եթե խոսենք սոցիալական կողմից բնակչության, մեր մոտ հանրային ծառայությունների եւ ծառայությունների ասպարեզում ծախսվում է ընտանեկան բյուջեի մոտ 20%-ը։ Դրան եթե գումարենք 60% սննդի վրա, այսինքն հոգևոր կյանքով կամ հագուստով կամ մնացած հարցերին գրեթե բան չի մնում։ Դա հենց ծայրահեղ աղքատության չափանիշ է ամբողջ հանրապետության համար։ Եվ այս պայմաններում թակացնելը չի կարող լինել ընդունելի։ Ես ուզում եմ, դուք ասում եք ինչ հետևանքներ, հետևանքները էապես չեն երևա, բայց դրանք անշրջելի են եւ էական են։ Պարզապես, եթե 2000 դրամով կամ ենթադրենք 500 դրամով ավելացավ ամսական վճարը, քիչ մարդիկ դա կնկատեն, իսկ վճարը փոքր ցածր վճարունակ մարդիկ շատ էապես կզգան։ Իսկ հնարավոր է գնաճի տեմպեր նկատվեն, որովհետև շատ արտադրատեսակների ստեղծման համար նաև ջուր է անհրաժեշտ։ Դուք միանշանակ ճիշտ եք, շատ հարցերում ջուրը անհրաժեշտ է։ Հաց թխելու, աճեցնելու բոլոր հարցերում։ Իհարկե ռոռոկման ջուրը այլ կերպ է սահմանվում, բայց մենք խոսում ենք այն, որ հենց խմելու ջուրը պետք է օգտագործվի եւ բնականաբար կանդրադառնա նաեւ այդ սակագների վրա։ Պարզապես ցավն այն է, որ այդ փոքր բարձրացումները չեն զգացում, իսկ եթե մենք 3 տարվա կամ ավելի մեծ հատվածով նայենք, կտեսնենք, որ 20%-ով է բարձրացել։ Ընդհանուր այդ թվում սննդամթերքը 21%-ով, մյուս տեսակները ավելի շատ։ Եթե մեծ ինտերվալով նայենք մի քանի տարվա, այդ ժամանակ կերևա, որ մենք ուր ենք գնում։ Շնորհակալ եմ ձեզ հարցերին անդրադառնալու համար, հիշեցնեմ, որ մենք հյուրընկալել էինք Սպառողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանին։